Էրդողանի հետ հանդիպումից ոչ մի լավ բան ցավոք սրտի չեն կարող սպասել, որովհետև այս մարդիկ իշխանության ղեկին գտնվող անձը որևէ մի անգամ չի արել հայանպաստ որևէ քայլ չի արել։ Ես չգիտեմ, ես մի կարծիք ունեմ, որ ինքը օրինակ ինչ պետք է անի 26 թվականի ընտրություններին, ինչպես պետք է ինքը քաղաքացիներից խնդրի, որ իրեն նորից ընտրեն։ Միակ տարբերակը հետևյալն է. նա պետք է ունենա մի փաստաթուղթ, որը թափահարելով ասի, որ սա փաստաթուղթ է, օրինակ անունը ինչ որ մի վերնագրով, խաղաղություն բառը մեջ է լինելով, այդ վերնագրով փաստաթուղթը ձեռքը գալու է Հայաստան ու ասի, ժողովուրդ, խնդրում եմ ինձ քվե տվեք, որ ես գնամ խաղաղության պայմանագիրը կնքեմ, որովհետև այլ տարբերակ եւ այլ առաջարկ Նիկոլ Փաշինյանը ուղղակի չունի մեր հանրությանը ներկայացնելու։ Դա է լինելու եւ ես կարծում եմ սա պայմանավորված ինչ որ մի այց է դեպի Թուրքիա, որի ընթացքում կլինի ցավոք սրտի էլի ոչ հայանպաստ լուծումներ։